Արդեն 5 տարի է, ոչ մեկ ոչ մի ուշադրություն չի դարձնում։ Ներողություն, եկեք պատմելով գնանք, էլ ինչ խնդիր եք տեսել։ Խնդիրը, որ այդ տղաների մոտ ընդհանրապես ոչ մի գործողություն չի կատարվում, ոչ մի շինարարություն չի արվում, անտեսված է։ Ես էլ որպես հերոսի մայր ինձ տգեղ է տեսնել այդ, որտեղ իմ երեխան էս հայրենիքի համար շատ բան արել, իր կյանքն է կորցրել։ Իսկ ոչ մեկ այնտեղ ուշադրություն չի դարձնում։ Ես թորնիկ ունեմ, թորնիկիս հետ իջնում եմ այնտեղ սոտ տալով այդ շիբիների վրա, հասկանում եք, այդ արհամարական վերաբերմունքը շատ տգեղ է, էլի, որ հաշվի չեն առնում։ Մենակ ես չեմ, բոլոր ծնողները, բայց բոլոր ծնողներին չի վիճակվում, էլի, տենց բոլորս համախմբենք, ամեն մեկը ոնց որ իր հոգսով բանում, բայց ես ասեցի պետք է ես ձեզ տեսնեմ ու խնդրեմ, որ դուք գաք նկարեք, տեսնեք ինչ վիճակում է գտնվում այդտեղ ու արդեն 5-րդ տարին է։ Շատ վատ են վարվում։ 2020 թվին նոյեմբերի 9-ին է զոհվել։ Իմ տղեն իր կյանքը զոհել է հանուն ընկերոջը, հետ չի եկել, իրան օգնություն են ուղարկել, մնացել է ընկերոջ կողքին, որ մենակ չթողնի իր վիրավոր ընկերոջ կողքին է մնացել, գիտակցելով, որ պետք է մահանա, բայց հետ չի եկել։ Չգիտեմ, ես այնքան վիրավորված եմ, որ պետությունը անգամ ոչ մի շահել իմ անձի նկատմամբ ոչ մի բան չեմ ուզում լինի, ես ոչ մեկից ոչ մի բան չեմ խնդրում։ Մենակ խնդրում եմ գոնե մեր երեխաների մոտ սենց անտարբեր չանցնեն, այն կողմերն բոլորն էլ հերոս են, ես ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ, հասկանում եք, բայց այն կողմը բոլորը սաղ սարքել են, ամեն ինչը նորմալ տեղատեղին է, իսկ տեղ անհնար է գնալ, հեսա իջնենք իրար հետ, կտեսնեք ինչ ահավոր վիճակում է գտնվում։ Գուցե ծնողներն են այնտեղ այդ աշխատանքները կատարում։ Այդպես էլ կա։ Էլի, այսինքն եթե ծնողները չկատարեն, որևէ բան չի արվում։ Հա, չի արվում, այո, չի արվում, որովհետև ես մի քանի անգամ մոտեցել եմ այդտեղ իրանց խնդրել եմ, ասել եմ, երբ է էլի ինչ որ բան լինելու, այստեղ իրանք ասել են գծագիրն ունենք, արդեն ամեն ինչ կանենք, խոսքի կանենք բոլորը, բայց ինչ տեսնում եք իմ տղայի մոտ հեսա կտեսնեք այդ ծառա, ծաղկունքը, այդ ինչ որ զարդարանք ամեն ծնող իր երեխու համար, սենց ինչ որ մի բան ա ուզում անի, որ գոնե գեղեցիկ լինի, էլի, դե գեղ չի, որտեղ այս երեխեքը այս հայրենիքի համար շատ մեծ բան են արել, բայց բերեցին այսենց այս քարերը, այս կոմի վրա, բերեցին այս քարերը, խառը, սենց մարդկանց ներկայացրեցին, ծնողները չհասկացան ինչ արեցին, սա Պանթեոնն է, էլի, սա սարքել են Շահումյանի գերեզմանները, սիրուն չի, այսի լրի սենց եղա, խնդրեմ, կարագ իմ հետ իջնեք իմ տղայի մոտ, եթե հնարավոր է, Մենք փորձենք։ Հարում եք։ Այ ապրես, ես թորնիկ ունեմ, թորնիկս փոքրիկ է։ Միշտ գալիս եմ թորնիկիս մոտ, թորնիկիս հետ գալիս եմ տղայիս մոտ, բայց անհնար է։ Այդտեղ տեսակ ինչ ահավոր վիճակ է, ձմեռը ավելի ահավոր է։ Գնում ենք, շրջանցում ենք, սենց գալիս ենք, բայց էս էլ ձև չի, էլի, արդեն 5-րդ տարին է արհամարական վերաբերմունք, ոչ մեկին հետաքրքիր չէ տարածքով մարդ գնում է, գալիս է, թե չէ։ Իմ տղան քիչ բան չի արել, եմ ասում ես հայրենիքի համար, ինքը արժանի չի, էլի սրան։ Այս ինչ տեսնում եք, էսի բոլորը մենք ենք արել, որ իրանք պետք անեին այս ծառը, ծաղկունքը, նստարանները, այդ ամեն ինչը իրանք էին ասել, որ իրանք են անել, բայց ընդհանրապես ոչ մի բան չեն անում։ Չգիտեմ։
Ես ուզում եմ ձեզ ցույց տալ, ուզում եմ խնդրեմ, որ գոնե այս տարածքը, ասում են տենդերը շահել են, ուրիշ մարդա հիմա ինչ որ փողերը կերել են, չեն պատրաստվում ինչ որ անեն, հասկացանք, արցախցիներին բավականին ուշ բերեցին այստեղ, բայց ընտեղ ամեն ինչը սարքեցին, իսկ այստեղ սենց էլի մնացել է։ Ինչի համար։ Հիմնականում մարդիկ իրենց ջանքերով են նաև աշխատանքներ տան։ Այո, իհարկե, ամեն մեկ իր ջանքերով ինչ կարողանում են, այն էլ անում են, բայց դե պատկերացեք, քանի անգամ բողոքել ենք, ասել են, չէ, դուք դրա հետ գործ չունեք։ Դաժե որոշել ենք ծնողներով, մի քանի ծնողներ, որ գումար հավաքեն, գոնե այստեղ մի բան սարքենք։ Հա ինչի համար։ Եթե պետությունն է պարտավոր այս ամեն ինչն անի, ինչի համար ծնողներով պետք է անեն։ Սիրուն չի, էլի, սիրուն չի, չեմ հասկանում, ինչի համար են, ասենց արհամարական վերաբերմունք ինչի համար է։ Ծնողների մեկ էլ էս հերոսների համար, ինչի համար է այս արհամարական վերաբերմունքը։ Չգիտեմ, ես շատ վիրավորված եմ իրանց այս արարքից։ Այս ինչ անում են, պատկերացրեք իմ տղայի վրա, ես անգամ ոչ մի բան չեմ հասցնում, որտեղ իմ տղայի ընկերները երբևիցե չեն թողում ինչ որ դրոշակ դրվի, ինչ որ մի բան արվի, իրանք են, ինչ հենց հասկանում են, որ ես ուզում եմ ինչ որ մի բան անեմ, իրանք ինձանից առաջ են ընկնում, իրանք են անում, բայց դա էլ բան չի, էլի հասկանում եք։ Եթե իրանք տեսնում են չկա, ուզում են նենց անեն, որ մենք որպես ծնող մեզ լավ զգանք, բա պետություն են, իրանք չեն ուզում նենց անեն, որ մենք մեզ լավ զգանք։ Չգիտեմ, տհաճ է, այսպիսի վերաբերմունքը, ահա որ տհաճ է, ես միշտ ուզում եմ ձեզ տեսնել, ասում եմ մի հատ լրագրողի գոնե տեսնեմ, խնդրեմ գա այս կարգավիճակը նկարահանի, գոնե ցույց տամ, որ սա անելու բան չի։ Չգիտեմ, Տոնյան Տիգրանուհի, իմ տղան է, Տոնյան Խաչատուրը, ամսի Շուշիում առաջի օրը գնացել ամսի 28-ին գնացել է, մենք 27-ին առիթի էինք կնունքի, ինքը լուրը լսեց, անդադ ուզում էր այդ պահին գնար, գիտե իրա բնավորությունն էլ, ինքը շատ հայրենասեր երեխա էր, որտեվ ճիշտ է, ես իրա մեջ այդ բանը չեմ մտցրել, բայց ինքը սիրում էր այս իրա հայրենիքը, մի խոսքով խնդրեցինք, որ չգնա, պահեցինք, ամբողջ գիշեր չքնեց, առավոտը մեզ խաբեց, որ ինքը գնում է աշխատանքի, հետո զանգեց արդեն ճանապարհի կեսին, ասեց ես գնում եմ։ Գնացել էր այնտեղ վայնկոմատում իրան ասել են ձեզ ինքը սպեցնազի ռազմետկում է ծառայել, ռազմետչիկ էր ինքը, գնացել էր իրան ասել են ձեր պահանջարկը դեռ չունենք, էլի հրետանու պահանջարկ ունենք, որ հրետանի վրա մասնագետներ պետքա լինեն, ասել էր գնացեք ձեզ կկանչենք, ասել էր չէ, ես եկել եմ պետքա գնամ, իրան ասել են, որ ավտոբուսա շարժվելու, արագացրեք, եթե կարաք եկեք գնանք, այդ ինքը գնացել էր, մոբով գնաց, շատ, ես անգամ չեմ էլ իմացել, որ ինքը սահմանին է եղել, ինքը ինձ խաբում ասում էր, որ ինքը պահեսներ, զենքի պահեսներին է հսկում, այդպես բանից պարզում է, հենց առաջի օրվանից ամսի 28-ից գնացել է, կանգնել է հենց առաջնագից, մինչև ամսի 7-ին զոհվել ամենավերջի զանգ եղել է 7-ի ամսի 6-ի իրիկունը 12-ին մեզ չի զանգել էլ, իհարկե իր այդ զոհվող ընկերոջ, մարտական ընկերոջ հորեղբայրն է հետը խոսացել, դրանից հետո էլ իրանից լուրջ չունենք, մինչև իր մարմինը ամսի 15-ին ենք գտել։ Այդպես։ Հավատում եք, որ վերջո կառավարություն կլինի։ Հավատացեք, չէ։ Ես պատկերացնում եք, անգամ ասում եմ չի լինելու, որովհետև ես մեր երկրի ղեկավարությունից ոչ մի բան չեմ տանում, ես անգամ վարձով եմ մնալուց եղել իմ երեխայի հետ։ Բնակարան է ինչ որ մեզ հասնում, դրան էլ չենք արժան տեսնում, չեմ էլ ուզում, ես գնացել եմ փեսայի աղջկա հետ եմ բնակվում, բայց դա էլ մի բան չի, էլի հասկանում եք։ Սիրուն բան չի։ Հա չեմ, ես կուզենայի իմ երեխան լիներ, որտեղ իմ երեխան ինձ երեխա եղել, որ ես ոչ մի բանի կարիք չեմ զգացել։ Այնա իմ այստեղ B2 թաղամասում ծնվել մեծացել է իմ տղան, որ գնաք Հայաթում իմ տղու շիրմաքարային տեղա կտեսնեք, որ բոլորին էլ հարցնեք իմ տղայից մի հատ նեգատիվ ոչ մի բան չեն կարող ասել, որովհետև բոլորի նկատմամբ շատ լավն է եղել ինքը, բայց պետությունը արհամարում է չունի մեր հետ ոչ մի կապ, ոչ մեկից նկատմամբ գոնե ինչ որ մեկին ուղակի տեսնի, ինչպես ենք ապրում, ոնց ենք անում, այսօր գիտեք վարձով տների ինչ գնի են, ես չէի կարող գնալ ապրեի, իմ աղջկան եմ օգրել մի 2 կոպեկով, որ ինքը բնակարան առնի, երևի իրանք էլ ստիպված չեմ ասիլ բանա, ինքը ասենց ոնց որ երեխեքը աջակցում են մեզ, որ մենք իրանց հետ մնանք, միջև մենք մեր հասանելիք տունը ստանանք, հասկանում եք, հիմա
երեխայի գումարը ամսական 315,000, բայց ինձ թվում է գիտեք, որ դա հեչ գումար է, էլի։ Հիմա այս ներկա դրությամբ։ Ոչ մի բանը վաճակից չեմ, ոչ մի հարցով չեն հետաքրքրում, գոնե ինչ որ կոմիսիայի նման տենց ինչ որ բան ուղարկեն, հələ հետաքրքրվեն, այո, հետաքրքրվեն զոհվածների ծնողները ոնց են ապրում, ինչով են զբաղվում, իսկ իրանց դա ընդհանրապես հետաքրքիր չի։ Շնորհակալ եմ ձեզ համբերություն։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ, որ ինձ չմերժեցիք, մոտեցաք, եթե հնարավոր է ձեր խոսքով ինչ որ բան պետությանը խնդրեք, որ այս կարգավիճակը վերանա, գոնե սա, ես ուրիշ բան չեմ ուզում, ես ճիշտ հասկացել։ Մենակ սա, որպեսզի մեր հետևորդները տեսնեն իրավիճակը։ Խնդրեմ հարգելի հետևորդներ, տեսեք, թե զոհված զինծառայողների ծնողները ինչպիսի ճանապարհ են կտրում իրենց որդիների շիրմաքարին մոտենալու համար։ Նշեմ, որ զոհված զինծառայող Խաչատուր Տոնոյանի մայրը քիչ առաջ նշեց, որ արդեն խնդիրը 5 տարի է բարձրաձայնում են, միևնույնն է լուծում չի ստանում։ Նշեմ, որ մեզ Խաչատուր Տոնոյանի մայրը պատմեց, որ տենդերի հետ կապված խնդիր է եղել, իրենց ասել են, որ ինչ որ մեկը տենդերը շահել է, բայց աշխատանքները չի կատարել եւ արդյունքում դժում են զոհված զինծառայողների ծնողները։ Նշեմ, որ ծնողը վստահեցնում էր, որ իրենց էլ թույլ չեն տալիս այստեղ աշխատանքներ կատարել։